Սև ծովի ափին ավազին բարկությամբ զարնվող ու հետ նահանջող ալիքները մեզ պատմեցին հայի ուժի մասին ևս մեկ պատմություն։ (1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի, ավելի ուշ Համիդյան ջարդերի, այնուհետ էլ օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով միլիոնավոր հայեր տարագրվեցին և հայտնվեցին օտար ափերում։ Շատ շատերը օթևան գտան Սև ծովի ափամերձ շրջաններում, այդ թվում Աբխազիայում։ Մեծ թվով հայեր բնակություն հաստատեցին նաև Գագրայի շրջանում։ Գագրա քաղաքում են։ Այս քաղաքը համարվում է Աբխազիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Սև ծովի ափին կառուցված բնակավայրն ամռան ամիսներին դառնում է ծովային հանգիստը նախընտրողների հավաքատեղի։ Այստեղ գրեթե յուրաքանչյուր բնակիչ իր տունն ամռան ամիսներին նաև իբրև հյուրատուն է օգտագործում աշխարհի տարբեր անկյուններից եկած զբոսաշրջիկների համար։ Լեռների շնորհիվ քաղաքում առանձնահատուկ միկրոկլիմա է ստեղծվում։ Շրջակա լեռները բնակավայրը պաշտպանում են սառը քամիներից և պահպանում են ծովային տաքոթը։ Գագրայում հանգիստն անցկացնելու լավագույն ամիսներն են համարվում հուլիսը, օգոստոսն ու սեպտեմբերը։ Այս դրախտային վայրում ձեր հանգիստն անցկացնելու համար կարող եք Երևան-Սոչի ուղիղ չվերթով մեկնել Սոչի, որտեղից էլ մեքենայով կարճ ժամանակահատվածում հայտնվել Գագրայում, քանի որ Գագրան Ադլերի օդանավակայանից հեռու է մոտ 40 կիլոմետր։ Մեծ թվով հայեր ապրում են ոչ միայն Գագրա քաղաքում, այլև շրջակա գյուղերում։ Ժդանով գյուղում Մուսելիմյանների ընտանիքում ենք հյուրընկալվել։ Սողոմոն, Վլադիմիր և Էդվարդ Մուսելիմյանները հայկական ժողովրդական գործիքների հաճելի ու հարազատ հնչյուններով մեզ դիմավորեցին։ Քամանչա, դհոլ և համշենահայերի ավանդական քամոն կամ քեմոն։ Հայկական ժողովրդական հնչյունները միանգամից մոռացնել են տալիս նաև տարիքի մասին։ Մուսելիմյան եղբայրներն ինքնուս են, երաժշտական կրթություն չեն ստացել, բայց հայկական ժողովրդական գործիքների և դրանց ստեղծած հնչյունների հանդեպ մեծ սիրո և ի վերուստ տրված երաժշտական զարմանալի լսողության շնորհիվ փորձառու երաժիշտներից ոչ պակաս լավ ու հաճելի են նվագում։ Սա այն երաժշտությունն է, որն ավելի շատ հոգուց, քան թե գործիքից է ծնվում։ Առհասարակ Մուսելիմյանների տոհմում շատ են երաժիշտները, շինարարներն ու քանդակագործները։
Այստեղի մեր հմշենական հայերը, вообще հայերը բոլորը գիտեմ, որ այդ Քեմենչեն մի հատ բարի համար է։ Դրա համար հիմա նվագեցին դունեն գլխեն ուդար այմա ջամպեկին այն ծանր երկերը։ Այդ Քեմենչի վրա նվագում է բոլորը։ Ուզում ես թակ թելի վրա նվագում է, բայց չկա որ երևացնենք ժողովրդին որ դիստիտեն այդ բանի վրա կարելի է նվագել։ Դրա համար մեր մալադյոժը չի սիրի ինչպես չի, որովհետև շատ դժվար է նրա վրա նվագել։ Դա պիտի գլխուդ ունենաս որ նվագես։ Եթե չունենացին նոտա չկա, բան չկա դրա համար։ Մենք նոտա չգիտենք, մոտիկ։ Մենք ուրինքը սլուխով լսել ենք եւ սովորել։ Այս ընտանիքում էլ արևմտյան Հայաստանի գաղթականների սերունդներ են։ Օսմանյան թուրքերը շատ հայերի ճակատագրեր միանման դարձրեցին եւ ստիպեցին սեփական հողից հեռու օտարափերում ապրել։ Հայաստանից հեռու ապրողը որքան էլ որ հյուրընկալ հողի վրա լինի, միևնույն է, միշտ կարոտը սրտում պահած է ապրում։ Մուսելիմյան եղբայրներն իրենց սրտահոր երգերով են իրենց կարոտն արտահայտում։ Մենք այստեղ ծնվել, այստեղ մեծացել ենք, այստեղ դպրոց ենք ավարտել։ Ես ինձ թվում է, որ ես մեր հայրենիքն եմ։ Ես ուր պիտի գնանք, արդեն ուժե հասակից արել եմ։ Ես մեր հայրենիքն եմ, Աբխազիա, իմ պապս այստեղ է ծնվել, հայրս այստեղ, մենք այստեղ, ես եմ մեր հայրենիք, ուր։ Մենք հայկական, որ այդ Սպուտնիկի անտեն, որ մենք նկատեցինք, եթե հայկական տարերը ես նկատեցի, հայկական սկսեցին կարտալ։ Իմ լացս բռնեց, առաջը չէինք բռնում Հայաստան։ Конечно, սիրում ենք Հայաստան, եթե Հայաստան չլինի, մենք էլ չենք գալու։ Հայաստան պիտի լինի մեզ։ Այստեղ էլ Աբխազիայում հայերն իրենց ազգային նկարագրին չդավաճանեցին ու ոչ միայն սովորույթներով, այլև կենցաղով, նույնիսկ տունը կառուցելու վայրի ընտրությամբ։ Հայերը միշտ էլ ձգտել են իրենց տները բարձր վայրերում, ավելի հաճախ լեռնոտ շրջաններում կառուցել թշնամուց պաշտպանվելու համար։ Հայերը եկած ժամանակ այստեղ բոլորը սար էին, վալերը, ես հիշում եմ իմ մանկուցս, որ հայրս 70, ինչ ասում եմ, 70 սոտեղ մեր հմշերական լեզվով սարը ամբողջ մեծ սարերը ճարտեցինք, այնտեղ եզանով, կետանով, հին կետանով հերգում լազուտ էինք անում, որ ապրեինք, մեր ընտանիքը շատ մեծ է եղել։ Ժդանով գյուղն այսօր 2300 բնակիչ ունի։ Գյուղի 560 տներից մոտավորապես 500-ում հայեր են ապրում։ Ես երկու թեր ունեմ, մեկը փոքր է, բայց մյուսը 2-3 տարեկան է, նա հիմնականից նրան սովորեցնում եմ հայկական երգերը, հայկական բարերը, ինչքան կարող ենք։ Բայց հայկական դպրոց մեզ մոտ հիմա չկա։ Մի քիչ ինձանից հեռու է, կա հայկական Սարակավկազն ասում, այնտեղ կա հայկական դպրոց։ Բայց մենք չենք ուզում մոռանալ մեր հայկական քաղցր անուշ երգերը, ում է կարելի փոխել հայկական անուշ երգերը։ Քանի որ գյուղում հիմնականում համշենահայեր են բնակվում, ուստի յոկայի հաճելի բույրը հաճախ է գյուղով մեկ տարածվում։ Հազար 891 թվին բաբս է եկել, տատիկս էստեղացի էր։ Այնտեղից սովորել ենք, շինում ենք, տատս է շինում, հետո մերս է շինում, հիմա ես եմ շինում։ Ես գնում եմ հայկական յոգան։
անգամ չեմ ձու կոտրում։ Երբ որ դարձնում եմ, ձուն կոտրում եմ մեջը, հետո ես այսպես բաժանում եմ 4 բոլորը։ Տիկին Աստրիկը Մուսելիմյան եղբայրներից Վլադիմիրի կինն է։ Ամուսնու պես ժամանակին իր պապերն էլ Արևմտյան Հայաստանից Մազապուրց Աբխազիա հասան։ Իրենց հետ այստեղ բերելով ոչ միայն պատմական հիշողությունը, մի օր հարազատ տունն ու հայրենի հողը վերադարձնելու երազանքը, այլև ազգային ճաշատեսակները։ Այսպես կոշը գա, լոբիով, հնում ենք թտում։ Այս ընտանիքում առհասարակ ամեն ինչն էլ ինչպես ասում են տնական է, աճեցվում և պատրաստվում է սեփական ձեռքերով։ Տան նախասրահում էլ մշտապես հայկական ավանդական խնոցին է կախված։ Խանութներում վաճառվող կարագը ինչքան էլ որ էկոլոգիապես մաքուր, օգտակար ու էլ չգիտեմ թե ինչ լինի, մեկ է խնոցու կարագին չի հասնի ու չի փոխարինի։ Երբ ամեն ինչ արդեն եփված ու պատրաստ է, սեղանի շուրջ ավանդական հայկական երաժշտական հնչյունների ներքո հավաքվելու, կենացներ հնչեցնելու ժամանակն է։ Այս հրաշալի հայկական ընտանիքից մեծ դժվարությամբ բաժանվեցինք։ Չեք պատկերացնի, թե ինչքան հաճելի է օտար երկրում հայկականը զգալ։ Մեր հաջորդ կանգառը նախկինում Ձորագյուղ, այսօր արդեն Խաշուբսե կոչվող գյուղում Վահան Մենակեցու տանն էր։ Մենակեցի, որովհետև ասում է, որ մենակություն շատ է սիրում, նույնիսկ քեֆ ուրախությունների ժամանակ սիրում է մենակ մնալ։ Բայց սա ուրիշ պատմություն է։ Վահան Մենակեցին երազում է համշենահայերի պատմության թանգարան ստեղծել։ Դուք օրինակամար կներեք, տգլոր չեք, հակել եք զգեստ։ Դրանք թանգարանները, մեր բոլոր գործերը մեր հմշենական ազգի զգեստն է, որ առանց զգեստի մարդը կլինի տգլոր, նրան նայել հիանալի չի լիներ։ Ամեն մի ազգ պիտի լինի ոնց որ ասեմ, որ իր աղբյուրներից սկսած մինչև այսօր ամեն ինչ պիտի ունենա, որ պահվի, պահպանվի, որ հետագայում մենք թողնենք մեր հետնորդները, մեր թորները։ Հետ չկարողանաս նայել, առաջ չես կարող գնալ, պիտի հետ նայես, որտեղից որ աղմուկներից են եկել մեր պապերը, տատերը։ Բազմաթիվ նմուշներ է արդեն հավաքել։ Աբխազիա-վրացական պատերազմի ժամանակ ստիպված էր երկրից դուրս բերել, տեղափոխել Լազարևսկ, խուսափելով Թալանից իր եւ իր ազգակիցների համար այդքան կարևոր նմուշները կորցնելուց։ Ձեզ 100-700 նմուշ ունի, ամեն ինչ որ համշենարերը օգտագործել են եւ արտի եւ տանը գործերները բոլոր ունեն։ 100-ից սկսած լուտից շատ են ակնոց, ինչ որ օգտագործում են տանը եւ արտում բոլորն ունեն։ Հավաքել է ոչ թե մենակ, օգնել են ամբողջ Աբխազիա հայությունը օգնել էր։ Գնում է համոզում մեջ, որ չի կարող համոզել, գողանում է։ Ուղարկում է ջրի, նկարը գողանում է, ինչ անի։ Հիմա էլ համշենահայերի պատմությունն է գրքում ամփոփում։ Ամենայն խնամքով հավաքել է նրանց վերաբերող տարբեր տվյալներ, ավանդույթներ, սովորույթներ, համշենական հին տանկերպն է նկարագրել, մի խոսքով, համշենահայերին վերաբերող հնարավոր ամեն ինչ։
Իր գրքում առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև ինչ-որ բանով աչքի ընկնող համշենահայերին, քամանչա նվագողներին կամ էլ փայտի մի կտորից զարմանալի քանդակներ ստեղծողին։ Նաև այս ամենի շնորհիվ Վահանը ցանկանում է օգնել հերվում հայկականության պահպանմանը։ Իր ընտանիքում օրինակ ամեն ինչ անում է հայկականից չհեռանալու համար։ Սկսած անուններից ես հիմա մոռացա համշենական հարսանիք եմ արել 92 թվականին բեմադրել եմ համշենական հարսանիք ոնց 100 առաջ համշենական հարսանիք են անում սա բոլոր ադատներով ամեն ինչ խորոզը կտրում են քսում են ոտները որ դժբախտորի տնից հեռանա հետո որ բղին զամանների վրա խաչ էին քաշում տալիս են հարսին որ այս հանցը այս հարս կորնեն հետո մի հատ երինչ կով էին բերում տալիս են հարսին, ես ոչ բան չունեին դեն ժամանակ, հիմա շիվաներ են տալիս բանման, դեն ժամանակ չկար, այդպես բան են նվերում հարսերը։ Այս գիրքը Վահան Մենակեցու միակ մենագրությունը չէ, նա արդեն իսկ տպագրված գիրք էլ ունի, աստղերը չեն մարում, գիրքը նվիրված է բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Աբխազիայի անկախության։ Մեր մասին գրված պատմությունները ընդհանրապես չկա։ Ինչով ենք բարձրանալու։ Ինչ պիտի մի հատ մի պիտի գործ ունենանք, մի գործ պիտի կատարենք, որ թողնենք, որ նրանք էլ մեզնով հպարտանան։ Որ մենք էլ ունենք մի հատ, ասեմ Վահան 100 տարի հետ։ Այս է, որ հայկական ֆենոմեն է կոչվում։ Հայաստանից դուրս փոքրիկ Հայաստան ստեղծելու զարմանալի կարողությունը։ Այսպես ողբերգությունների ու հայրենազրկման հետևանքով ամբողջ աշխարհում փոքրիկ Հայաստաններ ծնվեցին։ Հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ փոքրիկ Հայաստանների մեծ եւ ուժեղ բնակիչները նորից են հանդիպելու իրենց պատմական հողում։